Ողջունում եմ բոլորիդ, ես Ստելլա Սարուխանյանն եմ, ներկայացնում եմ Հայ գյուղը։ Հայ գյուղը ինքը որպես այդպիսին գաղափար է, սոցիալական ձեռներեցության մոդել է եւ մենք մեր ծրագրերի նախաձեռնությունների շրջանակում համագործակցում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի հետ եւ հիմնական մեր շեշտը դրված է հեռավոր մարզերի եւ հեռավոր գյուղերի վրա, որոնք ունեն ստրատեգիական նշանակություն զարգացնել գյուղական զբոսաշրջությունը, հանդիսանալ աղքատության կրճատման գործիք եւ աշխատատեղեր ստեղծելով կանխել ներքին արտագաղթը, որովհետեւ ինչու ստրատեգիական նշանակություն, որովհետեւ գյուղերը դատարկվելով կամաց մի օր վերկացվենք Երևան եւ Արվարձան մարզեր պետության։ Եվ այսպես ցանկանում եմ, քանի որ ձեր հարցերը շատ են եւ բոլոր կազմակերպություններին են վերաբերում, տարբեր հարցեր եմ ստանում, կսկսեմ կանաչ արահետից, ներկայացնում կանաչ արահետ հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրը մայրս է, Տիկին Նունե Սարուխանյանը, կանաչ արահետն արդեն 22 տարեկան հասարակական կազմակերպություն է, եւ մենք համագործակցում եւ համագործակցելու ենք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի հետ։ Այստեղ ուղղվածությունը կայուն գյուղատնտեսությունն է, բարձրարժեք, ոչ ավանդական մշակաբույսերի մշակությունը եւ կանաչ արահետը ունի որպես շարունակություն կանաչ ուսուցման կենտրոնների ցանցը, կանաչ ուսուցման կենտրոնի մայր գրասենյակը գտնվում է Կոտայքի մարզ գյուղ Ձորախբյուր, բանակի 18, կարծում եմ ձեզնից շատերն արդեն այնտեղ եղել են, գոնե փառատոնի շրջանակում, կանդրադառնամ նաև փառատոնին, եւ այնտեղ մենք անց ենք կացնում եւ դասընթացներ, եւ ունենում ենք շրջայցեր, հիմա այս շրջանում նաև համագործակցում ենք բոլոր կրթական կառույցների հետ, դպրոցներ, մանկապարտեզներ, բուհեր, վարժարաններ եւ այնտեղ գնում են դասարաններով, խմբերով շրջայցի եւ ծանոթանում են կենտրոնի գործունեությանը, միասին ծաղկամանների մեջ մշակաբույս են տնկում, հողի բաղադրությանն են ծանոթանում, շրջում են կենտրոնի տարածքով եւ ստանում են հենց այդ ոլորտի գիտելիք, անգամ այն երեխաները, ովքեր բնակվում են Երևանում, նրանց համար շատ ավելի հետաքրքիր է այդ ամենը։ Ես վերնագրի հատվածում նշել եմ, եթե դուք հարցեր եք ունենում կանաչ ուսուցման կենտրոնի, կանաչ արահետի եւ փառատոնի հետ կապված, կխնդրեմ գրեք էջերին կամ Մարիամ Վարդանյանին, եթե ունենում եք Հայ գյուղի հետ կապված հարցեր Հայ գյուղի ծրագրերի, գրեք Քրիստինե Վարդանյանին։ Նաև ուսուցման կենտրոնի հետ կապված տասնյակ նամակներ եմ ստանում, տնկիներ, սացիլներ, սերմեր ձեռք բերելու հետ կապված, կրկին գրեք, խնդրում եմ էջին, որպեսզի ես կրկնակի աշխատանք չտանեմ եւ միանգամից ձեզ չնայած ուղարկում եմ հղումը, բայց գործունեությանը ծանոթանալու համար վերը նշված էջերը հավանեք եւ հետեւեք եւ կազմակերպությունների գործունեությանը եւ ծրագրերի նախաձեռնություններին, որովհետեւ հնարավոր է որևէ մի ծրագիր կամ նախաձեռնություն ձեզ հետաքրքրի եւ հենց դուք լինեք հաջորդ մասնակիցը կամ շահառուն։ Ուսուցման կենտրոնները 3-ն են, Կոտայքի մարզում մեր մյուս ներողություն, Տավուշի մարզում մեր մյուս մասնաճյուղն է Հովք գյուղում, Դիլիջան, Իջևան քաղաքների արանքում, ովքեր որ այդտեղով անցել են, երևի տեսել են Երևանից գնալու ճանապարհին ձախ թևի վրա գեղեցիկ անտառի մեջ փայտե տնակներ, այնտեղ ավելի շեշտը դրված է ինտենսիվ գյուղատնտեսության վրա եւ գյուղական զբոսաշրջության, այնպես որ մենք շրջայցեր նաև ունենում ենք այնտեղ եւ այնտեղի մեր համակարգողը Վլադիմիրն է, ով շատ գեղեցիկ պրոֆեսիոնալ ձևով ներկայացնում է եւ գործունեությունը եւ անց է կացնում տուրերը, շրջայցերը։ Մեր երրորդ մասնաճյուղը Շիրակի մարզ Հայկավան համայնքում է, որտեղ շեշտը դրված է կրկին ինտենսիվ այգի եւ հատապտուղների վրա։ Այնտեղ մեր համակարգող Արմինեն նույնպես շատ հրաշալի ներկայացնում է եւ ինչու եմ նշում համայնքները, որպեսզի եթե դուք օրինակ Շիրակի մարզում եք բնակվում կամ մոտ համայնքում, դուք կարող եք գրել հենց տվյալ կենտրոնի էջին, եթե Տավուշն եք ներկայացնում, կարող եք գրել Տավուշի կենտրոնի էջին, իսկ ընդհանուր հարցերի դեպքում արդեն մայր գրասենյակի կամ կանաչ ուսուցման կենտրոնի էջին։
Հաջորդը ինչի մասին ցանկանում եմ խոսել, դա փառատոնն է, գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոն։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրիդ կողմից արդեն սիրված եւ բոլորդ կարոտով սպասում եք, ես ինքս էլ սիրում եմ բոլոր տոները եւ շատ սիրում եմ գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնը, որովհետեւ այդ օրը կամ այդ երկու օրը, որը մենք անց ենք կացնում, վերածվում հեքիաթի, այնպիսի տպավորություն է, որ դու գտնվում ես մի ուրիշ աշխարհում եւ գնալով մեր ծավալը եւ աշխարհագրությունը մեծանում է եւ դա փաստում է, որ փառատոնը հաջողել է, որովհետեւ մինչեւ 30,000 այցելու 300-ից ավել մասնակից ունենում ենք շոու ծրագիր, ցուցահանդես վաճառք, համերգային հատված, տարբեր ժամանցի տեսակներ ենք ներառում եւ Լարա խաղաց, նույն ինքը Փահլևան եւ երեխաների համար գեղեցիկ հատված ժամանցի, որտեղ նրանք նկարում են, մրցույթներ են կազմակերպում, շատ հագեցած է փառատոնը եւ այս տարի արդեն 13-րդ անգամ ենք նշելու փառատոնը եւ նաեւ ուրախալի փաստը այն է, որ շատերդ գալով մարզերից, գալով համայնքներից տեսնում եք եւ այնտեղից օրինակներ տանելով ինքներդ ձեր համայնքներում անց եք կացնում փառատոններ, տոնավաճառներ, ցուցահանդես վաճառքներ, որովհետև կանաչ արահետ հասարակական կազմակերպության եւ մայրիկիս ամբողջ գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ գաք, տեսնեք, վերցնեք, տանեք եւ կիրառեք։ Շատ կարևոր է բոլորս մեր ոլորտում լինենք այդպիսին, սիրենք եւ սովորենք կիսել մեր գաղափարները, տարածել գաղափարները, որովհետեւ միևնույնն է որս էլ որ համայնքում ինչ կազմակերպենք, ձեռագրերը լինելու են տարբեր եւ տարբերվող է լինելու նաեւ միջոցառումը։ Մենք գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնին զուգահեռ անց ենք կացրել եւ անց ենք կացնում հատապտուղների փառատոնը Շիրակի մարզում, հենց Հայկավան համայնքում մեր մյուս կենտրոնի մասնաճյուղում եւ Դդմի փառատոնը Հովքի մասնաճյուղում։ Փառատոններ կազմակերպեք բոլոր համայնքներում, որովհետև այն բառը, որն իր մեջ ներառում է տոն, նշանակում է արդեն գեղեցիկ, արդեն սպասված, արդեն հաճելի եւ ամեն անգամ ես խոսելիս ասում եմ, որ թող մեր ամեն մի օրը տոն լինի եւ այս վերջին շրջանում հանդես եմ գալիս նաեւ գրառումով, եկեք երջանիկ լինենք ամեն օր, որովհետեւ ասում եմ, որ շատ թանկ է կամ անգնահատելի է մեր ժամանակը եւ ճիշտ օգտագործենք այն, ճիշտ ծախսենք մեր կյանքի բաժին վառելիքը այն է ժամանակը եւ կիրառենք գեղեցիկ բաների վրա օգտագործելով, արդյունավետի վրա օգտագործելով։ Հետևաբար փառատոնները եւ նմանատիպ միջոցառումները կարևոր են նաեւ գործնական առումով, նրանք ճանաչողական են եւ ճանաչում են վերում ձեր համայնքին, ձեր մարզին եւ մարդիկ, ովքեր որ չեն լսել ձեր գյուղի մասին, ձեր փառատոնին գալով մասնակցելով արդեն ունենում են ինֆորմացիա։ Ավելի ուշ օրեր անց ես կներկայացնեմ գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնն արդեն կենտրոնից եւ ովքեր որ կցանկանան մասնակցել, թե սեղան ամրագրել, թե որպես հյուր, որովհետեւ դասղեկական դասարաններով են գալիս, դպրոցներից են գալիս, շատ հետաքրքիր է անցնում մեր այդ երկու օրը։ Այդ բոլոր մանրամասները շուտով ես արդեն այս տարվա ֆորմատը իմանալուց հետո ձեզ կներկայացնեմ այլ առանձին ուղիղ եթերով։ Նաև կանաչ արահետը ունի գյուղատնտեսական խորհրդատվություն էջ, որտեղ տեղադրում է ինֆորմացիա տարբեր մշակաբույսերի մասին եւ ինչու եմ այս էջերը մանրամասն ձեզ ներկայացնում, որպեսզի այն ինչ ձեզ կհետաքրքրի, դուք գրեք էջերին։ Կարևորենք ինֆորմացիան, գնահատենք ինֆորմացիան, որովհետև ճիշտ ոլորտային գիտելիքը ավելին է, քան գումարը, որը մենք ունենք, բայց չունենք գիտելիք այդ գումարը ճիշտ ծախսելու կամ կառավարելու կամ բիզնեսի մեջ այս ոլորտում ներդնելու համար։ Հետևաբար գյուղական խորհրդատվության էջին կարող եք գրել, կարող եք նաև հետևել Մայրիկի Տիկին Նունես Արուխանյանի պաշտոնական էջին Facebook-յան եւ մենք նաեւ YouTube-ում ներկայացնում ենք նրա հաղորդումները, ամեն անգամ մի նոր մշակաբույսի, մշակության մասին է խոսում։ Սա on-line դպրոց է, որտեղ դուք կարող եք վերցնել յուրաքանչյուր
խորհուրդ, որը ձեզ է անհրաժեշտ, որը որ դուք պետք է կիրառեք ձեր առօրյայում եւ այսպիսով տնտեսեք ժամանակը ուսումնասիրության համար եւ արդեն ինֆորմացիա ունենալով, օրինակ, ճիշտ էտեք ծառերը, ճիշտ էտեք հատապտուղները, ճիշտ մշակեք ծնեբեկը կամ առհասարակ ծանոթանաք ծնեբեկի եւ այլ մշակաբույսի մշակության հետ։ Նաև ցանկանում եմ ներկայացնել միասնական ազգ հասարակական կազմակերպությունը, մենք նախաձեռնությունը եւ երազանքների մոլորակը։ Սրանք այն կազմակերպություններն են, որոնք ներկայացնում է Կարինե Շահբազյանը եւ որի ներկայացուցիչն եմ ես, այսինքն երբ որ հարցեր ունենաք այս կառույցների հետ կապված, արդեն կամ նախաձեռնությունների կարող եք գրել անձամբ իմ էջին, ովքեր հետևում են մենք նախաձեռնությանը, կհիշեն, որ 2 տարի առաջ մենք 4 ընկերներով, ես, Արսինեն, Կարինեն եւ Քրիստինեն հավաքվել էինք, քննարկում էինք menքի գաղափարը եւ այդպես էլ ծնվեց այս նախաձեռնությունը, շարժումը, գաղափարը, որը ապակուսակցական, ապաքաղաքական է, ոչինչ ձեզնից չի պահանջվում, բացի կրողը դառնալ menքի եւ menքը յուրաքանչյուրինս է, բառը ինքնին հուշում է, որպեսզի մենք կարողանանք հաջողել թե մեր ոլորտում, թե երկրի զարգացման հարցում, մենք պետք է սովորենք եսը մենք դարձնելու գաղափարը դարձնել մշակույթ։ Շատ ակտիվ ընթանում է նաև մենք նախաձեռնության շրջանակում Ամերիկայի Միացյալ Նահանգների menքի առաքյալների նախաձեռնությունները, ծրագրերը Հայաստանում, էլի կրկին վերջին 2 տարիներին menքի շրջանակում, իսկ ավելի վաղ մենք 5 տարի շարունակ Տիկին Հասմիկ Մաթևոսյանի հետ եւ մեր առաքյալներից շատերի հետ իրականացրել ենք տարբեր ծրագրեր Հայաստանի Հանրապետության աջակցող ծրագրեր, ընդ որում կամավորական են այս բոլոր ծրագրերը տարբեր համայնքներում, թե ծառատունք, թե բնունից գյուղում եկեղեցու վերանորոգում, լուսավորություն եւ այդ մանրամասները ես ներկայացրել եմ, հիմա հատ դրանց մասին չեմ խոսի, բայց կցանկանամ մի փոքր անդրադարձ կատարել menքի առաքյալներին։ Menքի առաքյալները խումբ է, արդեն 40-ից ավել, որը համակարգում է Տիկին Հասմիկ Մաթևոսյանը եւ համակարգման աշխատանքները համաձայնեք շատ ավելի դժվար է, քան մասնակցությունը, որովհետեւ կազմակերպչական աշխատանքներ տանելը դա ինքնին պատասխանատվություն է։ Եվ մի քանի անդամից սկսելով այսօր արդեն menքի առաքյալները 40-ից ավել են, 42 այս ամիս եւ նրանք ամեն ամիս հավաքվում են եւ կազմակերպում են դրամահավաք, որը հետո ուղղորդվում է այստեղ տարբեր նախաձեռնություններ իրականացնելու շրջանակում։ Ես ամեն ամիս ներկայացնում եմ թափանցիկ բաց հաշվետվություն եւ վերջին 2 ամիսների ընթացքում որպես խոշոր աշխատանքներ դա Տիկին Անահիտ Արամունի միջնորդությամբ Ուշի գյուղում վերանորոգվել է 2 տուն անապահով ընտանիքների եւ համագործակցություն, աջակցություն, գնահատանքի քայլ օկիդոկի մանկապարտեզին եւ ունենք շահառուներ, որոնց ամսական աջակցություններ ենք դրամական ուղղորդում, որի մասին նույնպես գրում եմ եւ նաև մեր հերոս Նարեկի պատմությանը բոլորը ծանոթ եք, նրա տան եւ սանհանգույցի վերանորոգման հարցերով է զբաղվում նաև menքի առաքյալների թիմը եւ հաջորդիվ արդեն ավելի մանրամասն կներկայացնեմ քայլերով ընդհանուր ցանկացա ներկայացնել ձեզ գործունեությունը։ Իսկ միասնական ազգ հասարակական կազմակերպություն է, որը կրկին 12 տարեկան կազմակերպություն է եւ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի հետ հիմնականում բարեգործական ծրագրեր է անցկացրել, ունեցել եւ ապագայում մենք ձեզ կներկայացնենք հուսամ 2026 թվականին, եթե չհասցնենք արդեն 27-ին, երազանքների մոլորակ կենտրոնը, որը կլինի իր տեսակով առաջինը, որովհետև այնտեղ կլինի եւ կրթական կոմպոնենտ կլինի, եւ պերմակուլտուրաներ, եւ շրջայցեր, եւ ճամբարներ, եւ բոլորիդ համար կլինեն մոլորակի դռները բաց ու այնտեղ բոլորս կարող ենք անցկացնել մեր նախատեսած միջոցառումները։ Այս ֆորմատով ու այս
թեմայի հետ կապված արդեն կրկին առաջիկայում, երբ որ ավելի քայլերը արված կլինեն, ձեզ կներկայացնեմ։ Եվ ինչպես նշեցի, այս կազմակերպության ղեկավարն է Տիկին Կարինե Շահբազյանը, ով բնակվում է Մոսկվայում առայժմ եւ կարծում եմ մոտ ապագայում նա նույնպես կտեղափոխվի Հայաստան։ Ցանկանում եմ անդրադառնալ Լուսինկա ուսումնական կենտրոնին, որն այս տարի արդեն 17-18 տարեկան է, եթե ճիշտ եմ հիշում, եւ 20-ից ավել մասնագիտություններ ունի։ Կազմակերպության տնօրենը Ստելլա Խաչատրյանն է եւ մենք նրա հետ համատեղ իրականացրեցինք 2 տարի առաջ ես եւ իմ համայնքը on-line դասընթացները, որը գրանցեց հաջողություն, որովհետև մենք արդեն 10-րդ խումբը ունենք եւ հողից շուկա ամբողջ շղթան ենք տալիս դասընթացների ընթացքում, կապեր, ծանոթություններ, իրենց ոլորտներում հաջողած մարդիկ կիսվում են իրենց փորձով եւ մենք արդեն որպես գաղափարից հասնում ենք բիզնեսին եւ տրվում է նաեւ հավաստագիր այս ծրագրի շրջանակում։ Դասընթացների հետ կապված կարող եք գրել ուսումնական կենտրոնի էջին կամ կրկին ինձ եւ ես ձեզ ինֆորմացիա կփոխանցեմ։ Ցանկանում եմ կարճ անդրադարձ կատարել նաև Իմ քայլը հիմնադրամին, որը ամենաարև, ամենալուսավոր, ամենադրական եւ ամենաջերմ հիմնադրամն է, որի նախագահն է Տիկին Աննա Հակոբյանը, տնօրենն է եւ փոխտնօրենը Թալինե Թոփալակյան, ում ես անվանում եմ շարժիչ մարդ, որովհետեւ նա համակարգում է տասնյակ ծրագրերը հիմնադրամի եւ ունի ֆենոմենալ հիշողություն, հիշում է բոլոր քայլերը, բոլոր մարդկանց անունները եւ շատ հրաշալի վարում է բոլոր կազմակերպչական աշխատանքներն ու համակարգումը։ Ինչպես բազմիցս նշվում է, նախ կխնդրեմ Իմ քայլի էջը նույնպես հավանեք եւ հետեւեք, որովհետեւ տասնյակ հետաքրքիր ծրագրեր են իրականացվում եւ եթե մենք չենք հետևում կազմակերպություններին, հետո ասում ենք, որ մենք ոչ մի ծրագրում չկանք, ոչ մի միջոցառման չենք մասնակցում, հետևաբար շատ կարևոր է հետևել եւ երբ որ թեման ձերը կլինի կամ հետաքրքրված կլինեք այդ ոլորտով, կարող եք գրել էջին, որովհետեւ բոլոր նամակներին պատասխանում են եւ մեր բոլոր ընտրությունները տեղի են ունենում անշահախնդիր, ես իմ օրինակով կասեմ, ես համակարգում եմ գյուղական զբոսաշրջություն գաստրոբակ պիլոտային ծրագիրը, որը անց ենք կացնում Թալին համայնքում, ընտրվել են 3 գյուղեր եւ գրեթե ծրագիրը ավարտին է մոտենում եւ մենք ժամանակ առ ժամանակ հիմնադրամի էջով, իմ էջով ներկայացնում ենք մանրամասները։ Այս պիլոտը հաջողելու դեպքում այն կդառնա արդեն կայուն ծրագիր եւ մենք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի հետ կհամագործակցենք։ Եվ այստեղ նաև հավելեմ կրթվելը նորաձև է շարժման մի կտոր փորձում եմ հնարավորինս ինֆորմացիան սեղմ փոխանցել, որպեսզի բոլոր թեմաներից խոսեմ, բայց կրթվելը նորաձև է շարժումը պետք է լինի յուրաքանչյուրիս համար գաղափարախոսություն, այսինքն եթե մենք ցանկանում ենք այդ բառակապակցությունից վերցնենք հենց կրթվել բառը, որի մասին խոսում ենք տևական ժամանակ է, այսինքն ոլորտային կրթություն, ոչ ֆորմալ կրթություն, ֆորմալ կրթություն եւ ամեն ինչի մեջ կատարելագործվել, եթե անգամ դու կոշկակար ես լինել լավագույնը, կար ու ձևով ես զբաղվում լինել քո ոլորտում լավագույնը։ Ես քանի որ անցել եմ կանաչ արահետի դպրոցը, մայրիկիս դաստիարակությունը, ես այդպես եմ ընկալում, կամ լինել լավագույնը տվյալ ոլորտում, կամ չլինել միջակ։ Հետևաբար, որպեսզի լինենք լավագույնը, մենք պետք է տանենք շարունակական կրթություն մեր ոլորտում, որովհետև ամեն օր ի հայտ են գալիս նոր ինֆորմացիաներ, նոր գործիքակազմեր, նորարարություններ տվյալ ոլորտում, որը մինչ այդ չի եղել, ինչպիսին օրինակ գյուղատնտեսության ոլորտում է։ Հետևաբար մենք պետք է լինենք զգոն, աչալուրջ եւ անընդհատ բառիս ուղիղ իմաստով վազենք այդ ոլորտային կրթության հետևից, որպեսզի հասցնենք, որպեսզի այո կարողանանք դառնալ եւ լինել եւ մնալ առաջինը այս տարբերակում։ Եվ առաջարկս հետևյալն է, որ նաեւ հետևենք կրթվելը նորաձև է շարժման էջին եւ դրան վերաբերենք որպես մշակույթ, կենսակերպ, այսինքն դառնանք կրողը այդ գաղափարի ու եթե մի օր 10 միլիոն հայ ասի, որ այո,
կրթվելը կարևոր է, կրթվելը առաջնային է եւ կրթվելն է բանալին, որը բացում է բոլոր դռները, այդ ժամանակ մենք կհաջողենք եւ կունենանք տիկին Աննա Հակոբյանի արդեն նախաձեռնած եւ ճանապարհ անցած լուսավորության դարաշրջանը, գոնե այդ դարաշրջանը արդեն կժառանգենք մեր գալիք սերունդներին, որպեսզի նրանք ունենան արդեն ավելի գիտակից հասարակություն եւ ավելի կրթված երիտասարդություն եւ առհասարակ հանրություն, հասարակություն։ Ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը գրավել մարտի 1-ի համար արդեն տեղադրված հայտարարությանը, որի ժամանակ անց է կացվելու Մատենադարանում, մեր բոլոր բանախոսությունները անց են կացվում անվճար եւ այդ օրը իր բանախոսությունով հանդես է գալու պարոն Սեդրակ Մամուլյանը։ Ես ինչու եմ ասում կարևոր ենք, որովհետեւ երբ որ նմանատիպ դասընթացները լինում են վճարովի, մենք կարող է թերթենք ու ասենք շատ ափսոս, որ մենք գումար չունենք, թե չէ կգնայինք կմասնակցեինք պարոն Մամուլյանի դասընթացին կամ այդ բանախոսությանը։ Հետևաբար փաստում եմ, որ բանախոսությունը անվճար եք գալու լսեք Մատենադարանի շենքում եւ դրան զուգահեռ նաեւ հետաքրքիր ծանոթություններ, կապեր, շփում, այնպես որ տանելու եք ձեզ հետ ամենադրական, ամենալուսավոր, ամենաջերմ ու գիտելիքով լի էմոցիաները։ Սպասում ենք ձեզ բոլորիդ, գրանցվեք, որովհետև գրանցումը նույնպես բաց է եւ հիմնադրամի էջում եւ Իմ Քայլի էջում տեղադրված է հղումները պարոն Մամուլյանի լուսանկարով, որպեսզի հեշտ տարբերեք եւ գրանցվեք։ Սիրով բոլորիդ սպասում ենք ապրիլի 1-ին, ես ինքս այնտեղ կլինեմ եւ սիրով կդիմավորեմ։ Ասեմ, որ նաեւ Իմ Քայլը հիմնադրամը հաջողում է իր բոլոր ծրագրերում իր հրաշալի թիմի շնորհիվ եւ տիկին Աննա Հակոբյանի նվիրումն է անսահման, ովքեր որ արդեն մասնակցել են միջոցառումներին կփաստեն եւ Թալինի նվիրումն ու պրոֆեսիոնալիզմն է անհամեմատելի ուղղակի եւ թիմի յուրաքանչյուր անդամ այնքան սեր, նվիրում ու աշխատանք է դնում հիմնադրամի բոլոր ամենափոքրից ամենամեծ քայլի մեջ, որ մենք դեռ չհաջողած ծրագիր չունենք, միջոցառում չունենք, այնպես որ առաջիկա միջոցառումը, քանի որ ամսի 1-ին է, ապրիլի 1-ին, բոլորիդ սիրով սպասում ենք։ Անցնեմ իմ գյուղը սոցիալական ձեռներեցությանը եւ ասեմ, որ ես իմ գործընկեր Քրիստինե Վարդանյանի հետ արդեն մոտ օրերս բացել ենք հասարակական կազմակերպություն, որը կոչվում է Իմ գյուղը, քանի որ մենք ունենում ենք շատ առաջարկներ համագործակցության եւ մինչ այս ես համագործակցում եի ավելի շատ որպես անհատ եւ լինում են ծրագրեր, որտեղ պահանջվում է հենց համագործակցություն հասարակական կազմակերպության հետ, այնպես որ մեր հասարակական կազմակերպության հետ համագործակցելու համար դուք կարող եք գրել Քրիստինե Վարդանյանին եւ ճշտել ինչ ծրագրեր ունենք, ինչ առաջարկներ ունենք եւ ինչ նախաձեռնություններ ունենք առաջիկայում։ Ունենք երկու հաստատված արդեն հստակ ընթացքի մեջ եղող ծրագրեր, դա մեկ անգամյա այցելություններն են համայնքներ, որի շրջանակում անց ենք կացնում դասընթաց եւ մեր կազմակերպության կողմից նաեւ նվիրում ենք ամեն մասնակցի 12-ական տուփ ոչ ավանդական բարձրարժեք եւ ավանդական մշակաբույսերի սերմեր, քանի որ նաեւ խոսում ենք մշակաբույսերի մշակությունից եւ հաջորդը կրկին համայնքների հետ կապված համագործակցությունը, դա երամսյա ծրագիրն է, որն իր մեջ ներառում է եւ երկամսյա օնլայն դասընթաց Լուսինկա կրթական կենտրոնի ես եւ իմ համայնքը ծրագրի հետ եւ մասնակիցների հետ կրկին բիզնես գաղափարի քննարկում, Facebook-յան էջերի բացում եւ կրկին հողից շուկա ամբողջ շղթան մենք ձեզ հետ միասին քննարկում ենք, քարտեզագրում ենք եւ այդ երկու ծրագրերը արդեն ընթացքի մեջ են եւ ունենք համագործակցություններ տարբեր գյուղերի եւ համայնքների հետ։ Բաց ենք ցանկացած տեսակի առաջարկության հետ, համագործակցության հետ կապված կլսենք ձեր առաջարկները եւ նաեւ ցանկանում եմ նշել, ես կրկին վերնագրի հատվածում տեղադրել եմ գյուղական զբոսաշրջությունը Հայաստանում խումբը, որտեղ դուք կարող եք տեղադրել ձեր գյուղի մասին ինֆորմացիա, ձեր հյուրատան մասին ինֆորմացիա, որովհետեւ այսօր համացանցը մեզ տալիս է հնարավորություն լինելով հեռվում պատմել մեր գյուղի մասին եւ այս կերպ ներկայացնելով մեր գյուղը, մեր հյուրատունը, մեր
բիզնեսը, քաղաքը, գյուղ տանել։ Հաջորդը իմ գյուղի տունը խումբն է, որը կրկին բաց խումբ է եւ հայտարարությունները անվճար են, եթե դուք վաճառում եք անշարժ գույք, հող, տուն ձեր գյուղում, ապա կամ ցանկանում եք գնել, ապա կարող եք տեղադրել այդտեղ եւ մեր ադմինները կհաստատեն ձեր հայտարարությունները։ Նշեմ, որ մենք իմ գյուղի շրջանակում ունենք կամավորներ, որոնց ցանկանում եմ ասել շնորհակալություն, որովհետև ինչպես ավելի վաղ նշեցի, համակարգումը շատ ավելի բարդ է, քան մասնակցությունը որևէ մի միջոցառման, եւ մեր կամավորները անշահախնդիր վարում են մեր Facebook-յան էջերը եւ խմբերը, որի համար շնորհակալություն եմ հայտնում։ Մեր առաջիկա մեծ փառատոնը կոնկրետ կանաչ արահետի ծրագրերի շրջանակում, դա գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնն է, ինչպես նշեցի, որի մասին ավելի մանրամասն ինֆորմացիա ձեզ կներկայացնեմ կամ ապրիլի 7-ին կամ ապրիլի 7-ից հետո, որպեսզի դուք կարողանաք գրանցվել, ամրագրել սեղան կամ ստանալ ինֆորմացիա ինչպես մասնակցել, որովհետև մասնակցությունը որպես հյուր անվճար է եւ այս հարցը նույնպես շատ հաճախ հնչում է, ինչպես մասնակցենք, ինչ արժի մուտքի տոմսը, երբևէ փառատոնի մուտքը վճարովի չի եղել եւ փառատոնը ինքը նույնպես հարթակ է եւ ծանոթությունների եւ կապերի հաստատման եւ գեղեցիկ օրինակներ տանելու, նաեւ այստեղ մի առավելություն ասեմ, գաղտնիք առավելություն, որ դուք գալով մասնակցելով փառատոնին նաև հնարավորություն եք ունենում շրջել ուսուցման կենտրոնի տարածքով, քանի որ եթե ուղակի որոշեք գալ ուսուցման կենտրոն, թե ձեր ժամանակի հետ կապված, թե մեր ժամանակի հետ կապված, դժվար ենք կարողանում համակարգել եւ բոլորի հետ հանդիպել, իսկ այս տարբերակում դուք այդ հնարավորությունը կունենաք։ Իսկ դպրոցների, մանկապարտեզների, շրջայցերի հետ կապված, ինչպես նշեցի, գրում եք ուսուցման կենտրոնի էջին կամ Մարիամ Վարդանյանին, որպեսզի արդեն մեր օրացույցի մեջ նշեն, հերթագրեն եւ ձեր երեխաների հետ գնաք, երեխաներին նվիրեք գեղեցիկ եւ տարբերվող օր, որովհետեւ նմանատիպ կենտրոնները չնայած եւ հպարտությամբ եւ մի փոքր ափսոսանքով պիտի ասեմ, որ դեռ միակն է Հայաստանում այս ֆորմատը, բայց կցանկանայի, որպեսզի Հայաստանով մեկ լինեին նմանատիպ կենտրոններ եւ առհասարակ ինչպես մայրիկս է ասում, յուրաքանչյուրիդ բակը պետք է նման լինի ուսուցման կենտրոնի տարածքին, այսինքն լինի կոկիկ, գեղեցիկ, ներկայանալի եւ եկամտաբեր, որպեսզի ձեր ամեն մի անկյունից դուք կարողանաք ստանալ եկամուտ, այնպես որ բաց մի թողեք հնարավորությունը, եկեք եւ ծանոթացեք եւ կենտրոնի գործունեությանը եւ պլանավորեք, որ այցելեք փառատոնին։ Փառատոնը սեպտեմբեր ամսին կլինի, օրերը նույնպես ավելի ուշ կասեմ։ Ես քանի որ նշումներ եմ կատարում ուղիղ եթերից առաջ, երկար օրեր, որպեսզի կարողանամ ոչինչ բաց չթողնել, քանի որ ամեն ուղիղ եթերից հետո ոգևորվելով, քանի որ ես սա անվանում եմ զրույց յուրաքանչյուրիդ հետ եւ կիսվում եմ իմ մտքերով, նաեւ ուղիղ եթերից հետո լսում եմ ձեր խորհուրդները, ձեր առաջարկությունները, դրա համար շատ կարեւոր են այս եթերները։ Պարզապես ամեն եթերից հետո որոշում եմ, որ գոնե շաբաթը 1-10 օրը մեկ ես նմանատիպ ուղիղ եթերով հանդես կգամ, բայց ցավոք սրտի, առավել եւս հիմա, երբ որ գարուն է եւ մեր գործողումների շրջանն է, հազիվ հասցնում եմ կամ կարճ եթերներ, երբ որ լինում եմ որևէ միտեղ գործուղման կամ ճանապարհից խոսել, իսկ այսպես որպեսզի համակարգված խոսեմ, նշումներ եմ կատարում։ Մի խնդրանք նաեւ, եթե ես որևէ մեկիդ նամակին չեմ պատասխանել, խնդրում եմ ինձ հիշեցրեք, որևէ մի նշան ուղարկեք, նորից մի բարև ուղարկեք, որովհետև վստահ եմ պատկերացնում եք օրական 50-60 նամակ, ձայնային հաղորդագրություն, հեռախոսազանգ եւ հնարավոր է, որ որևէ մեկիդ նամակը կամ մի քանիսիդ նամակը նկատած չլինեմ կամ նամակների շատության պատճառով պարզապես այդ մեսենջերի հատվածում իջնում է ներքև եւ ես չեմ նկատում ձեր նամակը։ Հիշեցրեք ինձ եւ խնդրում եմ ինձանից մի նեղացեք, եթե ես հանկարծ չեմ պատասխանում, հետո լինում են ընկերներ, ովքեր ասում են՝ դե ես քեզանից նեղացել եմ, ես քեզ գրել եմ, չես պատասխանել։ Չկա նման բան, որովհետեւ ամեն անգամ չեմ զլանում ասել, որ ձեզնից յուրաքանչյուրը կարևոր է, ձեզնից
յուրաքանչյուրը իմ ընկերն է եւ ես ձեզնով կամ եւ հայ գյուղը կա ձեզնով եւ այս նախաձեռնությունները, որոնց մեջ կամ յուրաքանչյուրից սատարումը, ոգևորելը, աջակցությունը, մի դրական խոսքը ինձ թևեր են տալիս եւ ես ասում եմ, որ ուրեմն ապարդյուն չի եւ շարունակում եմ քայլել իմ ճանապարհով, հայ գյուղի ճանապարհով, որովհետեւ երբ որ ուղիղ եթերի սկզբից ասացի, որ բազմա բնույթ է գործունեությունը, բայց այս ամենը պարփակված է մեկ բառի մեջ՝ գյուղ, որովհետև իմ կյանքն այսպես է դասավորվել, որ աշխատանքը եւ գյուղը դարձել են պարզապես կենսակերպ եւ չկա որպես այդպիսին առանձին աշխատանք եւ չեմ հիշում, որ փիլիսոփաներ ասել, որ եթե ցանկանում ես ողջ կյանքիդ ընթացքում չաշխատել, ընտրիր այնպիսի մասնագիտություն, որ այն դառնա քեզ համար կենսակերպ եւ հետեւաբար ժառանգելով գյուղը մայրիկից եւ այս ոլորտը սիրելով ինձ համար այն դարձել է կենսակերպ եւ չկա տարանջատում որպես այդպիսին աշխատանք կամ աշխատանքի եմ ես 24/7 ռեժիմով աշխատանքի եմ, որովհետեւ ես սրա մեջ եմ եւ կրկին անգամ պետք է ասեմ շնորհակալություն յուրաքանչյուրիդ, որովհետեւ հնարավոր է անգամ մեկիդ գրառումը, մեկիդ խորհուրդը, մեկիդ ուղարկած հղումը ինձ աշխատանքի մեջ կամ գործունեության մեջ օգտակար լինի։ Եվ դա զանգերի հետ կապված, խնդրում եմ, եւս մեկ անգամ խնդրում եմ մի նեղացեք եւ պարզապես ինձ գրեք, հիշեցրեք, եթե պլանավորել ենք հանդիպման համար նույնպես հիշեցրեք, որովհետև այո, շատ հանդիպումներ ու առհասարակ բոլորիդ, որովհետև ես սիրում եմ հանդիպել, սիրում եմ բոլորիդ հետ զրուցել, սիրում եմ բոլորիդ լսել բոլորիդ գաղափարները եւ ոգևորել, տրամադրել, ոգեշնչել, որպեսզի դուք կյանքի կոչեք եւ հիմա էլ ուղիղ եթերով կրկին ասում եմ, եթե ունեք գաղափար, հատկապես եթե որոշել եք զբաղվել գյուղական զբոսաշրջությամբ, ապա կյանքի կոչեք ձեր գաղափարը, որովհետեւ գյուղական զբոսաշրջությունը այն ոլորտն է, որը շատ դրամ չի պահանջում, քանի որ դուք այն բիզնեսը, որը պիտի հիմնեք, դա պետք է լինի ձեր տան տարածքում, պարզապես պահանջում է մաքուր սանհանգույց խոհանոց եւ ոլորտային գիտելիք։ Հետևաբար, եթե դուք զգում եք այդ ռիսկի պակասը, գրեք ինձ եւ ես չեմ զլանա, զանգով կխոսեմ ձեզ հետ եւ մենք միասին կպլանավորենք ձեր առաջիկա քայլերը։ Նաև կարող եք միանալ Լուսինկա ուսումնական կենտրոնի դասընթացին, դա արդեն ավելի մանրամասն, որովհետև 2 ամիս շարունակ մենք ձեզ հետ միասին մշակում ենք այդ ողջ ձեր աշխատանքային պլանը։ Հղումների մասին գրեցի, որպեսզի դուք բոլոր էջերին հետևեք, անպայման առհասարակ նորից պիտի անդրադառնամ այս թեմային, որովհետև բոլոր եթերների ժամանակ էլ խոսում եմ, բայց սա այն թեման է, որը երբեք շատ չի լինում եւ այստեղ պիտի ասեմ կրկնությունը գիտության մայրն է։ Եթե մի ոլորտ ձեզ հետաքրքիր է, օրինակ իմ օրինակով եմ ասում գյուղական զբոսաշրջություն, ես այս թեմային վերաբերող բոլոր հատկապես խոշոր եւ արտասահմանում գտնվող եվրոպական, ամերիկյան խմբերին միանում եմ, չնայած ես անգլերեն չգիտեմ, տենց կիսատ պրատ հասկանում եմ, բայց այդ էջերը հիմնականում ներկայանում են ռիլերով, խոսող լուսանկարներով, որոնք ես նաեւ վերցնում եւ տեղադրում եմ գյուղական զբոսաշրջության խմբում եւ շատ հաճախ գրում եմ օրինակներն եմ ձեզ փոխանցում, բայց երբ որ մենք սկսում ենք հետևել մեզ վերաբերող թեմաներին, էջերին, խմբերին կամ լայքում ենք, հավանում ենք էջերը, որոնց գործունեությունը մեզ հետաքրքիր է, արդեն Facebook-ի ալգորիթմը ավտոմատ մեզ բերում է այդ կազմակերպությունների ինֆորմացիան եւ այն կազմակերպությունների, որոնք նույն ոլորտն են ներկայացնում, բայց մենք բաժանորդագրված չենք։ Եվ այստեղ նույնպես պիտի անդրադառնամ ժամանակին, մեր կյանքի ամենաանվերադարձ կետին, այն է ժամանակին, որ մենք չծախսենք, միշտ ասում եմ բաժանորդագրությունից անեք ցանկացած քաղաքական, կապ չունի, որ հայացքը ունեցող էջերը, լրատվական էջերը, եթե դուք դրանով չեք զբաղվում, քաղաքականությամբ չեք զբաղվում, դա ձեր ոլորտը չի եւ պարզապես ընթերցելու եք, ծախսեք ժամանակ, բարկանաք կամ առավել եւս ինչ որ մի վատ գրառում կատարեք, կոմենտ գրեք,
մի ծախսեք անգամ այդ 3-5 րոպեն այդ կոմենտը գրելու վրա եւ որքան էլ ցավալի չհնչի, պիտի ասեմ, որ այն ինչ մենք գրում ենք, այն ինչ մենք խոսում ենք, դա մեր էությունն է, դա մենք ենք եւ մենք այդպես ենք ներկայանում համացանցում։ Եթե մենք կարդում ենք վատ մեկնաբանություն, հետեւաբար այդ մեկնաբանություն գրող մարդը չի կարող երջանիկ լինել եւ չի կարող երջանիկ մարդը վատ բառեր գրել։ Ես վերջին շրջանում, երբ որ գրում եմ, եկեք ամեն օր լինենք երջանիկ եւ հենց սրա մասին եմ գրում, որ եթե մենք վերցնենք մեր առօրյա հոգսերը եւ բոլորը իրենց տանը, աշխատավայրում հանդիպում են ինչ-որ խնդիրների, խոչընդոտների, տրանսպորտում, խանութում եւ եթե մենք կենտրոնանանք ամեն անգամ ինչ-որ մի վատ միջադեպի վրա կամ տխրենք, որ եղանակը լավը չի, ամպրոպեր, փողոցում ցեխեր եւ այլն, այսինքն այդ էմոցիաները ծախսենք վատ բաների վրա, մենք ժամանակ չենք ունենալու, արդեն ժամանակ օրվա մեջ չի մնալու երջանիկ լինելու համար, բայց եթե մենք մեր 24 ժամից դուրս հանենք, դուրս գրենք այն պահերը, որտեղ մենք երջանիկ ենք եւ դրա շուրջը կառուցենք մեր առօրյան, կտեսնեք, որ կամած պարզապես բացասականը դուրս է գալիս ձեր կյանքից։ Այդպես էլ Facebook-յան էջերն են, այդպես էլ գրառումներն են, որոնք մենք ընթերցում ենք եւ Facebook-ի ալգորիթմը բերում է այդ վատ ինֆորմացիան։ Քանի որ օրեր առաջ ես եղել էի պետրեգիստրում եւ այնտեղից ուղիղ եթերով ներկայացրել էի հենց պետական համակարգի աշխատանքը, դա նույնպես նշել եմ, որպեսզի մի փոքր անդրադառնամ, որովհետև երբ որ ուղիղ եթերի ժամանակ ես խոսում էի, ես ցույց տվեցի, որ 13 պատուհանից 9 դատարկ էր եւ սպասարկումներ վատ եւ այլն, բայց դա միայն այդ կառույցին չի վերաբերում, ցավոք սրտի, մենք որ կառույցեր գնանք, դա լինի հիվանդանոցներ, ես ինքս երբ որ Գագիկի բանակի հարցերով գնում եմ եւ վայենկոմատի հետ կապված եմ ինչ-որ ուղիղ եթերով բան ներկայացնում, հիվանդանոցների սպասարկման եւ այլն, այդ բոլոր մարդիկ մենք ենք եւ երբ որ մենք մեզնից դուրս բողոքում ենք տվյալ կառույցի վատ սպասարկումից, վատ խոսելուց, անժպիտ ու անհաղորդ դեմքերից, այդ բոլոր մարդիկ մենք ենք, որովհետև խանութում սպասարկող մարդը սպասարկում է դժգոհ դեմքով այդ պետրեգիստրում աշխատող մարդուն։ Պետրեգիստրի աշխատող մարդը սպասարկում է բանկի աշխատող վատ տխուր դեմքով նստած մարդուն։ Այսինքն, եթե ամեն մեկս մեր աշխատավայր չտանենք մեր անձնական խնդիրները, տան խնդիրները եւ հասկանանք, որ այդ 9-ից 6-ը ընկած ժամանակահատվածը պատկանում է գործատուին, ամեն մեկս աշխատենք մեզ վրա։ Ես չեմ ասում, որ մենք խորհուրդ տանք, որովհետև նաև սիրում ենք խորհուրդ տալ։ Եթե ամեն մեկս մեր ոլորտում լինենք մեր տեղում, հետևաբար ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող երկիրը կունենա քաղաքակիրթ, բարեհամբույր եւ լավ սպասարկում ունեցող հասարակություն։ Ցավոք սրտի դեռ դա այդպես չի եւ ոչ մի ոլորտ բացառություն չի։ Դա լինի, երբ որ post ենք գնում, ինչ որ ծանոթ ուղարկելու, որևէ մի կառույց չկա, որի մասին կարելի ասել այնտեղ սպասարկումը հրաշալի է։ Բայց նաև սա չընդունենք որպես դժգոհություն, այլ ընդունենք որպես կանոն կամ նպատակ, որը պետք է դնենք մեր առջև եւ ամեն մեկս առնվազն մեր աշխատավայրում լինենք բարեհամբույր եւ պրոֆեսիոնալ, այսինքն գոնե ինֆորմացված լինենք մեր աշխատանքից, որովհետեւ դրա պակասը նույնպես կա։ Եվ ցանկանում եմ անդրադառնալ նաև, քանի որ այս շրջանը եռուն քաղաքական շրջան է, եւս մեկ անգամ հիշեցնել, որ ես անկուսակցական եմ եւ ինձ համար բոլոր 10 միլիոն հայերն էլ հայեր են եւ ես ասում եմ մեր 10 միլիոնանոց ընտանիքը եւ ինձ համար դա քննարկման ենթակա չի, փոփոխման ենթակա չի եւ գուցե շատերիդ համար այս հայտարարությունս լինի անհասկանալի, բայց անգամ մարդիկ, ովքեր վատ են տրամադրված իմ հանդեպ կամ գիտեմ, որ քաղաքական հայացքներ չկիսելու համար ուրիշ խմբերում վատ բաներ են գրել եւ այլն, ես նրանց բոլորին ներում եմ։
Եվ դա միշտ է այդպես, եւ չկա մի մարդ, ում հանդեպ ես վատ տրամադրված լինեմ կամ վատը խոսեմ, եւ երբևէ այսքան ժամանակ վստահ եմ չեք տեսել որևէ մի գրառման տակ, անկախ նրանից մարդը ինչ քաղաքական հայացք ունի, ես ինչ որ վատ արտահայտություն գրեմ, անգամ եթե մարդիկ գալիս են եւ իմ էջի, իմ գրառումների տակ են անհարիր վարկ դրսևորում, ես վատ մեկնաբանությունները ջնջում եմ եւ այդ մարդկանց կրկին ներում եմ, որովհետև ես այսպես եմ կարծում, որ եթե Աստված մի արասցե ընտանիքում ծնվում է որևէ արատով երեխա, մենք նրանից չենք հրաժարվում, մենք ջանք ու եռանդ չենք խնայում, որպեսզի մեր երեխային բուժենք, ինտեգրենք հասարակությունում, այդպես էլ իմ շուրջը եղած մարդիկ, ովքեր ունեն վատ հայացքներ կամ որը իմ գործունեության հետ ընդհանրապես կապել չունի, ինչու եմ ես այս ամենը ասում, որովհետև նաև առաջիկայում ընտրություններն են եւ ամեն անգամ ասում եմ, այո, ես իշխանամետ եմ, այո, ես ընտրելու եմ վարչապետ Փաշինյանին, բայց դա չի խանգարում, որպեսզի ես ունենամ ընկերներ, գործընկերներ, բոլոր կուսակցություններից, որովհետև իմ համար չափանիշը լավ մարդ լինելն է եւ ինձ նրանց կուսակցական հայացքները չեն հետաքրքրում, որովհետև երբևէ որևէ մեկի հետ ես բանավեճի մեջ չեմ մտնում, ոչ կուսակցությունների հետ կապված եւ ոչ էլ կրոնի։ Դա համարում եմ մարդու անձնական որոշումը եւ այդ կարմիր գծերը ամեն մեկս պետք է ունենանք, պահենք մեզ համար, ինքներս էլ չմտնելով դիմացինի անձնական տարածք եւ շատ հեշտ է ապրել այդ կարմիր գծերը պահելով, այսինքն ինչը որ անձնական է եւ դա քաղաքական հայացք է չխառնենք մարդկային հարաբերությունների հետ, որովհետեւ ես եթե այս ոլորտում արդեն 10 տարուց ավել եմ, մոտ 15 տարի է, բնական է, որ բոլոր հայացքներ ունեցող մարդկանց մեջ էլ ընկերներ ունեմ եւ դա չի նշանակում, եթե այս պահին ես հարում եմ իշխանական այս թևին, մյուս մարդկանց հետ պետք է չշփվեմ եւ բոլորդ արդեն գիտեք, որ ես հեքիաթում եմ ապրում եւ այսպես եմ խոսում, միշտ ասում եմ իմ դեղին թագավորությունը, իմ արևի թագավորությունը, որի մեջ մտնում է ձեզնից յուրաքանչյուրը եւ այն առումով, որ այն հեքիաթի է նման ու նաեւ այստեղ պետք է բերեմ մայրիկիս օրինակը, երբ որ դեռ 17 թվականին մենք դրախտիկի պրոյեկտն էինք սկսում եւ ես ամեն անգամ ասում էի ողջույն սիրելի արևի թագավորություն, հիմա գոնե այդպես սովորել եմ չողջունել, պարզապես խոսել թագավորությունից ու մայրիկս ինձ ասում էր քո ոլորտը դու լուրջ դասընթացավար ես ոլորտի եւ այլն, այդ սենտիմենտը շատ է, հեքիաթը, թագավորությունը մի փոքր ավելի մանկական է, ես ամեն անգամ ասում էի, հա ճիշտ ասում, պետք է շտկել այս հարցը, բայց չէի կարողանում, որովհետեւ ինչպես գյուղն է կենսակերպ, այդպես էլ այդ դեղին թագավորությունը եւ ժամանակի հետ նաեւ մայրիկս համակերպեց այդ թագավորության գաղափարի հետ եւ հիմա երբ որ որևէ դեղին արևածաղիկներով նկար կամ դեղինի ֆոնի մեջ նկար է լինում, նա է ինձ ուղարկում եւ ասում, տես քո թագավորությունից գեղեցիկ նկար եմ քեզ ուղարկում եւ այդ նույնը նաեւ տեղի էր ունեցել Տիկին Աննա Հակոբյանի հետ կապված, երբ որ մի անգամ շարժման շրջանակում ասեց դու պիտի աշխարհը տեսնես քո թագավորությունից դուրս, որը ես իհարկե չէի ցանկանում եւ այդ մասին գրառում եմ արել, որովհետեւ ես ինձ համար այդտեղ ստեղծել եմ կոմֆորտի զոնա, որի մեջ կա ձեզնից յուրաքանչյուրը եւ եթե դուք էլ ամեն մեկը ունենաք ձեր հեքիաթը, թող թագավորությունը այս մեկը լինի, բայց այդ թագավորությունում ամեն մեկը ձեր հեքիաթը ունենալով այն իմ վերը նշված ամեն օր երջանիկ լինենքի գաղափարը կյանքի կկոչվի եւ այդպես էլ մի օր Տիկին Աննան էր էլի ուղարկել դեղին ծաղիկներով ինչ որ թեմա էր ուղարկել գյուղական զբոսաշրջությանը վերաբերող եւ ասել, որ գրել էր, որ այս աղջիկը քո թագավորությունից է։ Իրականում իմ արևի թագավորությունը հենց ինքը Հայաստանի Հանրապետությունն է, որ կա եւ ես այդպիսին եմ պատկերացնում մեր երկիրը՝ գունավոր, արևոտ, ջերմ եւ մեկը մեկի հանդեպ դրականով լցված։
ու այս կետում էլի պիտի ասեմ, որ ամեն մեկս, եթե մենք մեր ոլորտում, մեր շրջապատում իրար ժպտանք, իրար զիջող լինենք, պատրաստական բարյացակամ լինենք եւ ընդհանրապես այսպիսի գաղափարի կրողը ինքը լինում է բարի, ինքը լինում է դրական եւ դրականը ավելի վարակիչ է, որովհետեւ երբ որ մեր շրջապատում լինում են բացասական մարդիկ, նրանք մեր տրամադրությունը այդ օրվա փչացնում են եւ մենք այդ ամբողջ օրը ունենում ենք վատ տրամադրություն ու որպեսզի մենք չխուսափենք այդ մարդկանցից, որովհետեւ եթե նրանք կան, նրանց պետք է փոխել, որովհետեւ ես միշտ ասում եմ, որ ընդհանրապես վատ մարդ չկա։ Յուրաքանչյուրի սրտում կա արև, յուրաքանչյուրի սրտում կա այդ ջերմությունը, այդ կայծը, որը պետք է պարզապես թողենք շողա եւ նկատենք դիմացինի դրական կողմերը եւ երբ որ մարդը նկատի, որ իրեն գնահատում են, կարեւորում են եւ նկատում են իր դրական կողմերը, ինքը էլ ավելի կբացվի եւ ավելի ջերմությամբ կլցվի եւ ջերմություն կսփռի իր շուրջը։ Նշումներս երևի այսքանն են։ Հա, իդեպ երբ որ գնացել էի օկիդոկի մանկապարտեզ, մենքի առաքյալների ծրագրի շրջանակում, այնտեղ էլ Արփինեն երբ որ մանկապարտեզը ներկայացնում էր, ինքը պատմում է, ասում է, դե սա էլ իմ թագավորությունն է։ Եվ ես այնքան երջանկացա նրա այդ մի նախադասությունից, որ մարդը իր աշխարհը ընկալում է որպես հենց այդպիսին թագավորություն եւ դառնում է իր թագավորության պատասխանատուն, հետևաբար այնտեղ էլ ամեն ինչ դառնում է ջերմ, գունավոր ու դրական, որովհետև հենց այդ մանկապարտեզում նրա այդ աուրան կար ու դրականը շատ էր։ Ես շնորհակալություն եմ հայտնում, որ ծախսում եք ձեր ժամանակը եւ հետեւում եք իմ ուղիղ եթերներին։ Եթե ուղիղ եթերից հետո կլինեն հարցեր, կգրեք ինձ, կգրեք Քրիստինեին, կանաճարահետի ուսուցման կենտրոնների եւ փառատոնի հետ կապված կգրեք Մարիամին, մենք բոլորս էլ պատրաստական ձեր նամակներին կպատասխանենք։ Ապրիլի 1-ին բոլորիդ ժամադրում եմ Մատենադարանում, գնանք միասին լսելու կրթվելը նորաձև է բանախոսության շրջանակում Սեդրակ Մամուլյանին, սիրով բոլորիդ կսպասենք։ Եվ ասում եմ ձեզ շնորհակալություն, ասում եմ ամենալավն ու բարին եւ արև ձեզ։